Հանրային ռադիոյի եթերում վերնատուն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ այս պահին դիտողներ, իմ հյուրն այսօր մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն է, այսօր մենք խոսելու ենք խորհրդային կարգերի հաստատման առաջին շրջանի, այսպես ասած, ճակատագրական փոխակերպումների, խորհրդային Հայաստանի հետագա զարգացումների ու թե այդ զարգացումները ինչպիսի հետք եւ ազդեցություն են թողել նաև մեր օրերում առանցքում Աղասի Թադևոսյանի հետազոտությունն է, ողջույն Աղասի, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բավարար, շնորհակալություն ավելի համար։ Հետաքրքիր է թե ինչու անդրադառնալ խորհրդային 20-30-ական թվականներին, ինչով էր առանձնանում այդ ժամանակաշրջանը Աղասի եւ ինչու այն ձեզ սկսեց հետաքրքրել։ Շնորհակալություն ես հարցի համար։ Ասեմ, որ մինչև այս ժամանակաշրջանի վերաբերող թեմային անդրադառնալը ես իրականացնում էի եւ իրականացրեցի մի հետազոտություն, որը նվիրված էր 1950-ից 80-ական թվականներին, 90-ական մինչև, այսինքն այսպես կոչված ուշ խորհրդային շրջանի եւ այդ ժամանակ շատ երևույթներ, որոնք որ ինձ հետաքրքրում էին, իրենց արմատները այդ շրջանում չէին, այսինքն իսկ ինձ հետաքրքրում էին հիմնականում ոչ այդքան պատմագիտական բնույթի խնդիրները կապված այդ ժամանակաշրջանի հետ, այլ մարդաբանական, իսկ ավելի կոնկրետ մեր ինքնության, մեր մտածողության, աշխարհայացքի եւ արժեքների դաշտում տեղի ունեցած փոխակերպումները, որոնք որ մինչև այսօր իրենց ազդեցությունները պահպանվում են եւ իրենք ըստ էության մեր կյանքում այսօր դեռ շարունակում են իրենց դերակատարությունը։ Եվ այդ շրջանի հետազոտությունը իրականացնելուց երբ որ ես տեսա, որ շատ բաներ տանում են դեպի ավելի վաղ շրջան, կարիք ստեղծվեց հետազոտական աշխատանքները տանել դեպի ժամանակագրորեն ավելի վաղ շրջան, այսինքն խորհրդային կարգերի հաստատման շրջան Հայաստանում, եւ ես նախաձեռնեցի այդ հետազոտությունը, հետազոտության ժամանակ հետազոտությունը իրականացվեց Երևանի պետական համալսարանի այսպես հետազոտական եւ ցուցադրության նախապատրաստման այդպես ծրագիր կազմեցինք, նախագիծ եւ այդ նախագծի շրջանակում էր, այդ նախագիծը երկու բաղադրիչ ուներ հիմնական, մեկը նշած թեմայի շուրջ ցուցադրության ստեղծումն էր, բացումը, իդեպ ցուցադրությունը արդեն բացված է եւ ցանկացողները, ովքեր որ կուզեն ծանոթանալ այդ շրջանի մամուլի, արխիվային նյութերի, նյութական մշակույթի, այդպես ասած առարկայական տարբեր վկայությունների կարող են այցելել Երևանի պետական համալսարանի թանգարան եւ այնտեղ անցնել այդ ցուցադրությամբ, շատ հետաքրքիր ցուցադրություն է։ Եվ ծրագրի այս իրականացման ընթացքում հետազոտական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, ինչպես դուք հարցրեցիք, այդ անհրաժեշտությունը ծագեց հենց այդ դրանից, ինչը մեր մեջ փոխվել։ Եվ ամենաէական փոփոխությունները, որոնք որ հետազոտության ընթացքում բացահայտվեցին, դրանք իհարկե վերաբերվում էին մեր մտածողության եւ աշխարհայացքի հետ կապված խնդիրներին, շատ խորքային փոփոխություններ են տեղ ունեցել այդ շրջանում մեր հետ, եւ մենք դա նկատում ենք այսօր ամեն օր դա կարելի է նկատել, հա։ Ինչու է դա 100 տարի անց այդ փոփոխությունները, այսպես ասած, դեռ մեզ հետ են։ Հա։ Գիտեք, ես հիմա դրանց մասին կխոսեմ, բայց ինչպես էլի, ինչ հասարակություն է, որն է այդ ամենա խոշոր, այսպես ասած, բանը, որ հենց առաջին օրերից տեղի ունեցավ, որտեվ խորհրդայնացման առաջին իսկ օրերից մեր հասարակությունը կառուցվածքային տեսանկյունից սկսեց վերևից, այսպես ասած, քաղաքական կառավարող ուժի կողմից հասարակական կառուցվածքը սկսեց փոփոխությունների ենթարկվել բռնի ուժի ճնշման տակ։
ինչ նկատի ունեմ, ամեն ինչ սկսենք սրանից, ամեն ինչ սկսեց խորհրդային կարգերի հաստատման մասին հայտարարությունից։ Նոյեմբերի 29-ին, որ Հայաստանում տեղի ունեցել աշխատավորների, այսպես ասած, ապստամբության պահանջով տեղի ունեցել խորհրդային կարգերի հաստատում, որը երևի շատերը ովքեր պատմությանը քիչ թե շատ տեղյակ են, գիտեն, որ այդ ռազմահեղափոխական կոմիտեի կոչված կառույցը, որը ձևավորվել էր Բաքվում, որը ուներ 6 անդամներ, հեղկոմ, այդպես ասած Հայաստանի, որը ժամանեց Իջևան եւ այնտեղից այդ հայտարարությունը արեց։ Իրականում պարզվում է, որ Հայաստանում հեղափոխություն եւ ոչ մի ապստամբություն էլ տեղի չի ունեցել եւ դա բաց ընդամենը այդ հայտարարությունն է արված ու դա նույնիսկ նոյեմբերի 29-ին չի արվել, շատ հետազոտողներ գտնում են, որ դա արվել է մի քանի օր, մի շաբաթ ավելի ուշ, երբ որ Կարմիր բանակը, այսպես կոչված, ռուսական 11-րդ բանակը հայտնվեց Հայաստանում։ Հիմա ինչա պարզում է, որ Հայաստանում այդ պրոլետարական կոչված հեղափոխություն տեղի ունեցել, մեր բոլշևիկները պարզում են, բայց պրոլետարիատ բացարձակապես Հայաստանում չկա։ Հետևաբար, որպեսզի այդ հեղափոխությունը, այսինքն իր հետագա ընթացքը ունենա, այսինքն հաստատվի Այսինքն ինչպես պրոլետարիատ չկա, եկեք մի բախկան առնենք պրոլետար բառի վրա եւ պրոլետարիատը դա բանվորությունն է, եթե շատ պարզ ասենք, այսինքն մարդիկ ովքեր ընդգրկված են արտոնաբերության ոլորտում եւ այդ շահագործվող, այսպես ասած, ուժն են, աշխատավորներն են։ Այդ ժամանակ Հայաստանի բնակչության 90%-ից ավելին ապրում էր գյուղերում, այսինքն գյուղացիական բնակչություն էր։ Եվ այն ինչ որ հեղափոխություն, որը որ Ռուսաստանից, այսպես ասած, արտահանվեց Հայաստան այդ մարքսիստական մարքս-լենինյան, այսպես ասած, սկզբունքով, որ հեղափոխությունը պետք է տեղի ունենա ամբողջ աշխարհում եւ Ռուսաստանից պետք է ինքը տարածվեր եւ առաջին հերթին Ռուսաստանից հեղափոխության տարածումը մարդիկ բոլշևիկյան կուսակցությունը Ռուսաստանի բնականաբար որոշում է որ պետք է տեղի ունենա ռուսական կայսրության նախկին տարածքների վրա, այսինքն դրա համար տարածումը նաեւ այսպես ասած հարավային Կովկաս, իսկ ռուսական տերմինոլոգիայով Անդեր-Կովկաս, հա։ Հիմա այդ հեղափոխության տարածման համար, այսինքն պետք է լիներ դասակարգ այստեղ, որովհետև Ռուսաստանում կար պրոլետարիատ, հա, այսպես ասած, որովհետև Ռուսաստանն ուներ արտոնաբերական խոշոր քաղաքներ, որտեղ որ ձևավորվել էր այդ դասը, բայց պարզվեց, որ Հայաստանում չկա, եւ հիմա խնդիրը այն է, որ խնդիր դրվեց Հայաստանում ձևավորել այդ դասակարգը եւ այդտեղ առաջին լուրջ բախումը եղավ Հայաստանի բոլշևիկների միջև, հա, Հայաստանի բոլշևիկյան կուսակցությունը կամ կոմունիստական բանվորական կուսակցությունը, բոլշևիկյան կուսակցությունը կոմունիստական ինքը ինքնուրույն կառույց էր եւ Ռուսաստանի կուսակցության ենթակա կառույց էր եւ իր գործողությունները բոլորը ենթարկվում էին Ռուսաստանում ընդունված որոշումներին, հա։ Հիմա այդ կառույցի մեջ հայտնվեցին երկու թևեր, այսպես ասած ավակ եւ երիտասարդ, ովքեր որ վիճում էին թե ինչ ուղիով պետք է Հայաստանի բնակչության պրոլետարացումը արհեստական տեղի ունենա։ Հենց այդեղ երիտասարդները դե պաթոսով, այսպես հեղափոխական պաթոսի մեջ, դրանց մեջ էր նաեւ օրինակ այդ փուլում Եղիշե Չարենցը, որ այդ իր ընկերների հետ ստեղծեց երևի գիտեք, ով շատերը գիտեն այդ խնդիրներին առնչվող երեքի դեկլարացիան Վշտունու եւ Աբովի հետ, որտեղ որ ասենց պաթոսիկ ոճով ասում էր, որ գրողի ծոցը պետք է ուղարկել նախքին բոլորին, այդ նաեւ Թումանյանին, իհարկե Թումանյանը անունը այնտեղ չի նշվում կամ Տերյանի, բայց այն ինչ որ իրենք նշում են այդ մելանխոլիկ, անցյալի, այդ բուրժուական եւ այլ բաներ, դրանք հենց այդ բանաստեղծներն եւ այդ գրողներին են վերաբերում։ Իհարկե դու Չարենց խելքի է գալիս եւ բայց իր իսկ փորած հորի մեջ է ինքը ընկնում դառնա դրա զոհը, բայց այդ հեղափոխական պաթոսի ժամանակ որոշվում է, որ ինչ պետք է անել։ Պետք է գնալ կտրուկ ծայրահեղ միջոցների, պետք է ստեղծել Հայաստանում արհեստականորեն հասարակության շերտավորում
Եվ այդ մի շերտը պետքա դառնան ծայրահեղ չքավորները եւ քիչ թե շատ մի քանի այդպես փոքր արտադրամասերում աշխատող բանվորները, մյուսը բոլոր նրանք, ովքեր որ ունեն այս կամ այն ձևի սեփականություն։ Բայց այստեղ մի կարևոր գործոն էլ կա, որ ես կուզեի այդ մասին նշել, որ դա շատ կարևոր է հետագա սաղ այդ ամեն ինչը հասկանալու։ Իհարկե ինքը մի քիչ պատմագիտական է, բայց արժի մենք մի երկու դրվագ նաև այդ պատմության այդ փուլից իմանանք։ Խոսքը վերաբերում է նա, որ Հայաստանում հաստատվեց ռազմական կոմունիզմ, որը որ Ռուսաստանում էր եւ որը չնայած Ռուսաստանն արդեն համարվում էր հնացած եւ պետք է դարձնել նոր տնտեսական քաղաքականության, բայց Հայաստանը մի քանի ամիս դա գործեց։ Ինչ է դա նշանակում։ Հենց առաջին իսկ օրերին քանի որ այդ ռուսական բանակը մուտք գործեց Հայաստան, այդ բանակին կերակրել էր պետք։ Եվ որոշվեց ռազմական կոմունիզմը առաջին հերթին դրա համար իրագործել։ Ռազմական կոմունիզմը էս է։ Բարեն մասնատման մասին օրենք կա, այսինքն դա այն է, որ մարդկանց ձեռից խլում էին բռի ուժով իրենց ուտելիքը, ցորենը, սերնացուն նույնիսկ, կատնատու կովերը նույնիսկ, այսինքն դա համարվում էր ինչ որ սեփականություն, որը այսինքն նոր կարգերի դեպքում պարզապես կարմիր բանակին կերակրելու համար։ Այսինքն այդ միակ նպատակը, գլխավոր նպատակը բարեն մասնատման այդ ամիսների եղել է բանակը պահելը, ռուսական, Հայաստան մտած ռուսական բանակը պահելը։ Եվ դրա համար համել ձեռքի հետ երկրորդ խնդիրն էին իրականացնում, այսինքն հասարակության մեջ իրականացնում էին այդ պարակտումը, այդ լրիվ օծյանի նկարագրած այդ ծապլվարի բանն է, որտեղ հատուկ բուրժուազիա են ստեղծում, կեղտոտ բուրժուաներ ու չքավորներ ու իրար դեմ են հանում, հա։ Հիմա մի քիչ ճիշտ է, այսպես բան այլաբանորեն եմ ասում, բայց ըստ էության սկզբնական շրջանը դա է, բայց դա շատ ցավալի հետևանքներ են ունենում մեր հասարակության վրա ու մեր մտածողության վրա, որովհետև դա չի տևում 1-2 ամիս, դա շարունակվում է հետագա ամբողջ տարիներին։ Իհարկե շատ արագ 21 թվականի ապրիլ-մայիսին այս ավակ սերնդի հեղափոխականները, բոլշևիկները իրենք ոնց որ ասած կարողանում են իշխանությունում տեղեր գրավել, որովհետև Ռուսաստանից հասկանում են, որ այստեղ տեղական առանձնահատկությունները պետք է հաշվի առնել եւ ոչ թե այդպես ծայրահեղ քայլերով գնալ անցման, այլ անցումային փուլ հայտարարել եւ այդ նոր տնտեսական քաղաքականությունն է գալիս, որտեղ հանդուրժում են, այսպես ասած, մանր սեփականության եւ մանր ձեռներեցությունը ժամանակավորապես, որովհետեւ տնտեսությունը մարդիկ սովից չմեռնեն, ասենց ասենք, հա։ Այդ շրջանում կա այսպես միֆ, որի փոթ է Հայաստանը ունեցել է մշակութային, ինտելեկտուալ, այսպես պայթյուններ այդ ժամանակ եւ հասարակության պրոգրեսիվ այսպես պայթյուններ, բայց դա պայթյունները կարծես թե հենց գալիս էր Մոսկվայից, որովհետեւ նույնիսկ գրականության օրինակով եթե նայենք, ասենք Չարենցի այդ պաթոսն ու այդ բանը գալիս էր նաև Մայակովսկուց, գալիս էր ֆուտուրիստներից եւ այնտեղ ձևավորված այսպես արվեստային եւ մշակութային այդ շարժումներից, չէ՞։ Ամբողջ խնդիրը այն է, որ այս մարդիկ, ովքեր այդ ամեն ինչը անում էին, իրենք խորապես հավատացած կոմունիստներ էին կամ կոմունիստների համակիրներ, այսինքն ես ուզում եմ այդ բանը մենք շեշտենք եւ հասկանանք, որ իրենք ոչ թե Հայաստանի վատը ուզելով էին այդ անում, այլ իրոք իրանք մտածում էին, որ դա Հայաստանի համար ամենալավ լուծումը։ Եվ այդ առումով մենք ներողություն, որ ընդհատում եմ, գուցե ինչ որ բան արդեն ժամանակաշրջան ավարտին էր մոտեցել ու արդեն սպառել էր իրեն ու մարդիկ արդիական ժամանակների նորի այսպես կարիք կար առհասարակ օդի մեջ, այսպես ասած։ Նայեք, ըստ էության այդ շրջանը ամբողջ աշխարհում փոփոխությունների շրջան էր եւ Հայաստանը աստիճանաբար ինքը նույնպես գնում էր այդ ճանապարհով։ Եթե մենք նայենք, թե ինչպես է Երևանը այդ շրջանում փոխվում եւ վիճակագրությունն ենք նայում, ապա այո, Երևանը գնում է դանդաղ արդյունաբերականացման ճանապարհ։ Ճիշտ է, դեռ այդ պրոլետարիատը այդ շրջանում չկա ձևավորված, բայց վաղ թե ուշ այդ փոփոխությունները Հայաստանում տեղի են ունենալու, որովհետև կա ձևավորված արդեն ազգային բուրժուազիա, որի, այսպես ասած, ամենաազդեցիկ մասը Հայաստանում չէր ապրում, բայց նաև իրենց հարստացմանը զուգահեռ ինչ որ ներդրումներ էին սկսում կատարվել նաև Երևանում եւ Հայաստանում, հա, ասենք օրինակ
Երևանում այդ շրջանում համքարությունները վերացան, այսինքն այդ արհեստակցական միությունները եւ արդյունաբերականացման process-ը գնում, իսկ Գյումրիում դեռ պահպանվում էին, հա, բայց Գյումրիում էլ աշճանաբար այդ զարգացումը տեղի ունենում։ Ուղղակի բոլշևիկյան հեղափոխության ներմուծումը Հայաստան բերեց նա, որ բոլշևիկները իրանք մոդեռնիստներ էին եւ կոմունիստական հեղափոխություն դա մոդեռնիստական հեղափոխություն էր։ Իր մեջ իրական ես ինչ եմ ասում, այդ մարդիկ հավատացած էին, որ իրենք լավ բան են անում եւ իրենք ցկտումներն էլ լավն էին։ Ուրիշ բան, որ հետո վատ բան ստացվեց շատ առումներով։ Բայց դուք այդտեղ միտեղ էլ կա, որ ասում եք, որ միֆը իրենց պրոգրեսիվ լինելը նաեւ։ Միֆերն իրենց պրոգրեսիվության այդ պայթյունային պրոգրեսիվության եւ մեծ առաջադիմության մասին պատմվող հետագայում, որտեղ այսօր կան պատտվում են, որ իբր թե այդ շրջանում հայկական արվեստը, գրականությունը եւ ընդհանրապես հասարակությունը, ասենք, sense պայթյունային առաջընթաց է ունեցել Հայաստանամուտ կնոջ ազատագրման, հա, ընտանիքի եւ այլ, հա, ավանդական ընտանիքից եւ ավանդույթների հաղթահարման եւ այլ։ Իհարկե ես դրամ ասում, բոլշևիկյան մոդեռնիզացումը պայթյունային մոդեռնիզացում է։ Բայց ինքը արմատականորեն տարբերվում է այդ ժամանակ մոդեռնիզացիոն process-ներից աշխարհում եւ պրոգրեսիվ գործընթացներից նրանով, որ եթե մոդեռնիզացիոն process-ների հիմքում ընկած է մարդու ազատություն տալը եւ ազատ ստեղծագործելու, հա, իրան ինքնարեալիզացնելու սկզբունքը, դրա համար է արևմուտքում հազար տեսակի ճյուղեր առաջանում արվեստի մեջ, գրականության մեջ, դիսկուրսներ կային, որտեղ դրանք իրար հետ վիճում էին եւ ամեն մեկը իր համար կյանքի իրավունք ուներ։ Այսինքն չկար որևէ մի ուղղություն, որը մյուսին կյանքի իրավունքից զրկելու առանձնաշնորհ ունենար։ Խորհրդային բոլշևիկյան մոդեռնիզացիայի կար այն ուժը, որը որ մյուսներին զրկում էր ուներ այդ առանձնաշնորհը, որ մյուսներին զրկում էր ճիշտը լինելու եւ ճշմարիտ համարվելու բանից, իրավունքից եւ կարող էր նրան ընդཐུպ մինչեւ որոշեին, որ իրենք կարելի է մահվան դատապարտել։ Իհարկե դա 20-ականների սկզբին ինտելեկտուալ շարժումներին չէր վերաբերվում, բայց վերաբերվում էր մնացած ինքնություն ունեցող խմբերին հասարակության։ Ասենք օրինակ մարդիկ, ովքեր որ մտածում էին, որ իրենք չեն ուզում իրանց ունեցվածքից հրաժարվեն եւ իրենց, ասենք, օրինակ սննդամթերքը տրամադրեն սովետական Հայաստան մտածեց սովետական բանակի կերակրման գործին, հա, կամ չգիտեմ, բոլշևիկյան հեղափոխության սուրբ նպատակներին, հա, չեմ ուզում ես, հա, ես դրա կողմնակից չեմ։ Այդ մարդկանց արդեն այդ ժամանակ համարում էին կուլակներ, հականներ, ժողովրդի թշնամիներ եւ իրավունք ունեին խիստ պատիժներ սահմանելու ընդཐུպ մինչեւ իրենց կյանքից զրկելը։ Այսինքն բոլշևիկյան մոդեռնիզացիան դա այն միակ տիպն էր մոդեռնիզացիայի, որը որ հայտարարում էր հանուն լուսավոր ապագայի մարդկանց ինչքան կարելի է, ինչքան պետք է մարդու կյանք զոհաբերելուն։ Ոչ մի մոդեռնիստական տեն շարժում չի ունեցել հայտարարված այդպիսի քաղաքականություն պետականորեն։ Սա հայտարարված պետական քաղաքականություն է։ Իհարկե մենք կարող ասենք, որ նախկինում բոլոր հեղափոխությունների ժամանակ էլ զոհեր են եղել, բան դրանք եղել են հեղափոխական այդ խառը process-ների հետևանքներ։ Դրանք չեն եղել պետական հայտարարված քաղաքականություն եւ խտրականության հիմքի վրա հասարակության կառուցվածքի փոփոխություն։ Այդ խտրականության հիմքի վրա հասարակության կառուցվածքի փոփոխության process-ներն էին, որ մեր հասարակության մեջ հետագայում այնպես խորը նստվածք են թողել, որ մինչև այսօր մենք այդ դրա տակից ոնց որ ասում են չենք կարողանում դուրս գալ։ Ասենք ես ձեզ օրինակներ բերեմ, հա։ Իդեպ ասեմ, այդ պրոգրեսն շատ կարճ տևեց, դա տևեց 22-ից մինչև 24-25 թվերին արդեն ինտելեկտուալ։ Այո, արդեն 25 թվին նկատվում էր դրանց ճնշելու, դրանց նեղելու արդեն բաները, դրսևորումները։ Ասենք օրինակ այսօրվա խոսվածքով
շատ վայրենի մի բան կարող է թվալ, երբ որ ես արխիվային նյութերի հետ աշխատում էի, Երևանի պետական համալսարանին վերաբերող ֆոնդերն էին նայում ազգային արխիվից, արդեն 25 թվում դիմումներում ուսանողների լիքը դիմումներ կան, այսպես կոչված բան կար, կառույց կար համալսարան, կենտրոնական զտիչ հանձնաժողով էր կոչվում։ Եվ այդ կենտրոնական զտիչ հանձնաժողովին դիմում էին այն ուսանողները, ում որ հենց այդպես էլ այդ բառը կոչվում է, դա զտում էին համալսարանից։ Զտել բառը մարդկանց ինչ որ խավի հանդեպ շատ կոշտ արտահայտություն է, այսինքն դու զտում ես այդ նշանակում է, որ ինքը կեղտոտ է, ինքը ֆաշիստական մի բան։ Այո, դա հենց ֆաշիզմի հիմքն է, սոցիալական բաղադրիչի վրա ձևավորվող ֆաշիզմ է դա, հա։ Եվ եթե ես ասեմ, օրինակ խորհրդային կառավարությունը հասարակությունը ոնց է տեսակավորում, այդ ժամանակ Հայաստանում եւ ամբողջ խորհրդային միությունը, Ռուսաստանում այդտեղ եւ նաեւ Հայաստանում կար այսպես կոչված ձայնազուրկների խավը։ Ձայնազուրկ բոլոր այդ մարդիկ են, ովքեր զրկված էին բոլոր իրավունքներից, այդ թվում նաեւ կրթություն ստանալու իրավունքից։ Եվ այդ ձայնազուրկների մեջ մտնում էին մարդիկ, ովքեր որ նախկին ինտելիգենցիայի ներկայացիչներ էին, զինվորականներ էին, կրոնական խավի ներկայացիչներ, ասենք ցարական սպա։ Այո, մենք դա հայտնի բան է, որ հայկական բանակի սպաներին այդ ժամանակ բռնաճնշումների ենթարկեցին եւ հայտնի այդ գաղթը կա, իրանց թե ոնց իրանց ոդկով տեղափոխեցին այդ ճանապարհով եւ ինչ տանջանքների ենթարկվելով այդ մարդկանց, իսկ ձայնի իրավունք ունեցողները բացառապես պիտի պրոլետարական ծագում ունենային։ Սովետական միությունը եւ Հայաստանը սահմանել էր երկու տեսակի կատեգորիա։ Դա պրոլետարներն էին, այսինքն բանվորները, եւ դա չքավորներն էին։ Եվ եթե դու չունեի, իդեպ դա էլ այդպես աշկերին նայելով չէին որոշում, էլի, այսինքն չքավորի վկայական տալիս էր իր բնակավայրի բջիջը, ասենք գյուղի գյուղխորհրդի նախագահը։ Եվ դա առավելություն էր դիտվում։ Առավելություն չէ, դա միակ հնարավորությունն էր համալսարանում սովորելու։ Այդ կենտրոնական զտիչ հանձնաժողովի աշխատանքը Երևանի պետական համալսարանի, որը որ վերաբացվեց 1920 թվականի դեկտեմբերի 28-ին, եւ որի գլխավոր նպատակը նոր մտավորականության ստեղծումն էր, օգտագործելով հին մտավորականության ուժերը, ժամանակավորապես հանդուրժելով այդ հին մտավորականությանը եւ նրանց ուժերի միջոցով այսպես կոչված պրոլետ մտավորականություն, պրոլետարական ծագումով, այսինքն ծագման հիմքի վրա էին մտավորականություն ձևավորում եւ պրոլետ ուսանողություն, այսինքն ուսանողը պետքա պրոլետարական ծագում ունենալ։ Եվ այդ ձայնազուրկները, որոնց որ համալսարանում եթե պարզում էին, որ ինքը ձայնազուրկի ընտանիքի զտում էին, այսինքն հեռացնում էին համալսարանից, այդ զտիչ հանձնաժողովը ձայնազուրկների մի մեծ մաս այդ վաշխառուներն էին, առևտրականները, ովքեր նույնիսկ փոքրիկ խանութ ունեն։ Եվ այնտեղ դուք կարող եք տեսնել այդ հիմնավորումները, թե ինչի է այդ հանձնաժողովի նիստերի, հա, օրինակ մի ուսանողու հեռացնում են համալսարանից, որովհետև պարզվում է, որ իր հայրը ձայնազուրկ է, բայց ինքը գիշերը, երբ որ հայրը եկել է Երևան իրան այցելելու, ինքը հոր հետ հանդիպել է թաքուն գիշերը, որ իր ընկերուհիները չտենան եւ չմատնեն իրեն։ Բայց ընկերուհիների մեջ հայտնվել ինքն էլ բանը անկեղծորեն բողոքել ընկերուհիներին, որ այս ինչ աշխարհ է, որդին ծնողին չի կարա ցերեկով հանդիպի, ընկերուհիների մեջ եղել են մարդիկ, ովքեր որ կենտրոնական զտիչ հանձնաժողովին դա մատնել են այդ աղջկա բան։ Դա ոչ թե ստալինիզմի շրջանն է, դա 25 թվականն է։ Այսինքն այդ պրոգրեսիվ լուսավոր շրջանը, որ թմբկահարվում է, որ իբր թե Հայաստանը այդ պահին եղել է։ Ընդհանրեն դա պրոգրեսիվ լուսավոր հայտարարվում է նրա համար, որ այդ ավակ սերնդի կոմունիստները, ովքեր որ այդ փուլում կարողացան հաղթել կառավարման դիրքեր զբաղեցնելու պայքարում երիտասարդ ծայրահեղական կոմունիստներին, որոնց որ Ասքանազ Մռավյանը իր ճառերից խոսքերից մեկում գրություններից անվանում է ճղճղաններ։
եւ ճղճղան մամուլ, որոնք որ այդ այդահեղ բաններ հին աշխարհը քոքից կտրելու այդ պաթոսի հիման ինչը որ հինանա բուրժուական է, այդ թվում նաեւ ընտանիքը համարվում է բուրժուական շրջանի մնացուկ եւ պետք է այդ ընտանիքի դեմ պայքարել ընտանիքի ինստիտուտի, այո, եւ իհարկե Հայաստանում դա այտենց սուտ բաներ չընդունեց, բայց երբ Ռուսաստանի դեպքերն եք նայում, այնտեղ օրինակ ասենք Սովի ժամանակ այդ 20-ականների սկզբի ահագին երեխաներ մնում են առանց ծնողների, մեծ թվով որբեր են հայտնում եւ դուք տեսեք բոլշևիկների բանը, էլի իրանք ասում են որ բանը դրանցից մեկն է հիմա անունը մոռացել եմ իրանց գործը ասում է իհարկե վատա որ այդ մարդիկ ծնողազրկվել են բայց մյուս կողմից է լավ է որ այդ երեխեքը ոչ թե այդ բուրժուական բան մնացուկ ընտանիքներում կդաստիարակվեն այլ կդաստիարակվեն բոլշևիկաբար կոմունաներում հա այսինքն sense խառը ժամանակներ են եղել եւ մենք էլ ենք անցել եւ շատ դաժան աղասի շատ հետաքրքիր է մենք ժամանակը կուզեի որ ճիշտ օգտագործեինք քանի որ 5 րոպե է մնացել խորհրդային շրջանը այս ամեն ինչը որ դուք նկարագրեցիք քիչ թե շատ ինչպես է ազդել մեր ինքնության վրա եւ ինչպես է այն հասել մեզ այսօր մենք այդ ամեն ինչի պտուղները արդյոք մենք քաղում ենք Այ ինքնություն, որտեղ մենք խոսում ենք ինքնության մասին, մենք պետք է շատ կարճ հասկանանք ինչ է ինքնությունը։ Ինքնություն դա ինքնության առանցքը կազմում է ճիշտ ու սխալը, ինչն է ճիշտ աշխարհում, ինչն է սխալ աշխարհում, հա։ Դրա հիմքի վրա նաև ինչն է գեղեցիկ եւ այլ, հա։ Եվ դա ընկնում է մարդու աշխարհընկալման հիմքում։ Հիմա այդ ժամանակ թե ինչն է ճիշտ ու ինչը սխալ, տեսեք ինչ մեծ փոփոխություններ են եղել։ Առաջին հերթին փոխվել է համայնական կյանքի մասին, այդ համայնքային ինքնության պատկանելիության բանաձևը։ Եթե առաջ համայնքի պատկանելիությունը այդ որոշվում էր համայնքում ապրելու, այդ համայնքին բարիքներ ստեղծելու, ներդրում ունենալու, այսինքն իմ իսկ գրանցած ազգագրական նյութերով շատ ամենահարգարժան մարդիկ համարվում են այն մարդիկ, ովքեր որ ամենաշատ գործն էին արած լինում համայնքին։ Դրա համար ասենք բաները արհեստավորներն էին հարգված, առևտրականը եւ այլ, հա։ Ապա այս այդտեղ դառնում է փոխվում է այդ սկզբունքը, հա, նայեք։ Կար ինքնության կեղծման ներդրվեց ինքնության կեղծման պրակտիկա համատարած կերպով։ Ես որ ասում եմ կյանքում իրավունք ունեին սովորելու եւ ընդհանրապես որևէ բանի հասնելու մենակ նրանք ովքեր չքավորի վկայական ունեին կամ պրոլետարական ծագում ունեին շատերը որպեսի իրենք չկարողանան չզրկվեն այդ ամենից հրաժարվում էին իրենց ազնվական ծագումից կեղծում էին իրենց ինքնությունը եւ կան արխիվում լիքը նյութեր որ ասենք գյուղխորհրդի նախագահներին պատժում են որովհետեւ իրենք չքավորի վկայական էին տվել մի խոսքով եթե շատ կարճ որովհետեւ արդեն վերջն է ասեմ մի քանի արմատական բաներ հա ուրեմն վերացավ այդ ժամանակ ձևավորվեց թշնամական վերաբերմունք ազատ մտածող մարդու հանդեպ ու քննադատական մտածող դա շատ արմատական բան է որ մինչև այսօր մեր մոտ գոյություն ունի հա երբ որ մենք նայում ենք մեր այսօրվա նույն պետական համալսարան կամ կրթական համակարգում հələ դեռ ինչ մեթոդներ են գործում սովորելու հենց այդ ցանկացած տարբերվող միտք ձևավորվեց տարբերը Այսեք շատ էական բանը որ մինչև այսօր մեր մեջ նստած է որպես թշնամական անհանդուրժելի եւ ծայրահեղ ագրեսիվ պիտակավորման ենթարկող երևույթ։ Մի հատ նայեք այսօր ինչա կատարվում է դաշտում, չէ՞, այդ դավաճան բառի չարաշահումը, բան գալիս այդ շրջանից։ Այսինքն ցանկացած մեկը, որը որ ունի այլ ինքնություն, որը մտածում է այլ կերպ, որը քեզնից տարբեր է, դու պետքա իրան ոչնչացնես։ Այդ խորհրդային շրջան բարձ բուն իմաստով էին ոչնչացնում, բայց հետո ձևավորվեց այդ բոլշևիկյան ժարգոնը, դուք այդ ժարգոնը որ տենակ ինչ տիպի ժարգոն է, ինքը ագրեսիվ ոչնչացնող պաթետիկ, այս մեր այսօրվա պաթոսը որ մենք ունենք, չէ՞, այդ պաթետիզմը շատ բաներով որ ուսումնասիրում եք, ինքը որպես ռետորաբանության ձև, որպես խոսվածքի ձև, շատ բաներով հենց գալիս է այդ ժամանակներից։ Այսինքն շատ բաներ կան, բայց ամենաարմատականը դա հենց այդ ազատ մտածելու,
հանդեպ թշնամանքն է, անհանդուրժողականությունը եւ ազատությունը որպես բացասական երևույթ գնահատելը։ Մինչեւ այսօր մեր մոտ այդ ազատության հանդեպ շատ տարբեր շերտեր կան, որոնք դա համարում են ապազգային։ Այդ ապազգայնության երևույթը հենց այդ խորհրդահայի կերպարի ձևավորման, որի մասին մեր ազգագրագետներից Յուլիա Անտոնյանը շատ լավ հոդված ունի գրած, այդ մշակութային հեղափոխություն կոչվածի հետևանքներից մեկն է, հա, եւ այսպես շատ տարբեր բացասական բաների մասին կարող է խոսել, բայց դե իհարկե դրա զուգահեռ կա այն, որ նաև տեղի ունեցավ համատարած կրթություն, խավարամտության հաղթում կրոնական, այսպես ասած, եւ այլ, հա, այսինքն կա դրական բաներ եւ կա բացասական, բայց երբ որ դրանք ուզում ենք դնենք կշեռքի նժարի վրա, ապա այն բացասական բաները մեր այսօրվա կյանքում շարունակում են դեռևս շատ ծանր իրենց ազդեցությունները։ Շնորհակալություն թերևս այսքանը սիրելի ռադիոլսող իմ հյուրն այսօր մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն էր։ Մենք խոսում էինք իր հետազոտության մասին Հայաստանի խորհրդայնացումը 20-30-ականներին եւ դրանց արձագանքները մեր իրավիճակում հետխորհրդային Հայաստանում։ Շնորհակալություն Աղասի, զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն